Ես միշտ ասել եմ, որ մենք ունեցանք թեև սակավաթիվ, բայց դատավորների այնպիսի խումբ, ովքեր հետպատերազմական ժամանակահատվածում գերազանցեցին նույնիսկ զինված ուժերի բարձրագույն սպայական կազմին, իրենց հայրենասիրությամբ եւ պատմությունը իրենց գնահատականը տալու է միանշանակ։ Հիմա դժվար ժամանակներ են, իրենք էլ են շատ լավ հասկանում, որ պատմության մեջ իրենք մտնելու են որպես բացառիկ հայրենասեր մարդիկ։ Բայց այս իշխանության համար այդ դատավորները ընդունելի չեն։ Տեսեք, մի մասին հեռացնում են, մյուս մասին ընդհանրապես մեկուսացրել են։ Այսինքն քրեական գործեր են տալիս այնպիսի, որոնցով քաղաքական հեռանկար առհասարակ չկա։ Այն իմաստով, որ տվյալ անձինք խանգարում են Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման գործընթացում քաղաքական հետապնդումներին։ Հետևաբար այս պահի դրությամբ նշված դատավորները նորից եմ կրկնում, կամ գտնվում են մեկուսացված վիճակում, կամ դատական համակարգից հեռացված են։ Մինչդեռ դեմոկրատ իշխանության, ինչպես իրենք են պնդում, առաջնային նպատակը պետք է լիներ անկախ գրագետ դատավորներով դատական համակարգը համալրելը։ Ըստ էության այդ մի քանի դատավորները Նիկոլ Փաշինյանին լավ ապտակեցին, երբ որ նա ասում էր, որ այդ կա մի դատավոր, որ ասեմ ու չանի իմ ասածը, այդ դատավորները ապտակեցին, որ այո, կան դատավորներ, որոնք քո ասածը չեն անի։ Տեսեք, բացառիկ դատավորներ կան, եւ Ալեքսանդր Ազարյանը, եւ Դավիթ Հարությունյանը, եւ Դավիթ Բալայանը, եւ Արման Հովհաննիսյանը, եւ Վազգեն Ռշտունին ես իրենց ոչ միայն ճանաչելով եմ ասում, այլ առհասարակ իրենց դատավարական վարքագիծը գնահատելով, իրենք իրավունքի առաջատարներ են։ Այսինքն այդ կարգի դատավորներ, ես չեմ էլ պնդում, որ ամբողջ դատական համակարգը պետք է այդպեսին լինի։ Մենք ունենք նաև հարաբերականորեն ինքնուրույն եւ անկախ նաև գրագետ դատավորներ, բայց այս պահի դրությամբ նաև այդ դատավորներին են խեղճացրել։ Այսինքն այնպիսի դատավորներ, ովքեր բռնել էին այդ ճանապարհը եւ հատկապես երիտասարդ տղաների մեջ, ովքեր վաղ թե ուշ ունենալու էին այդ համբավն ու հեղինակությունը, բայց իրենք արդեն այս գլխից այդ դատավորներին եւս փորձում են դարձնել կամակատար։